պարաբասկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում Սարգիս Ստեփանյանը փայլուն հաղթանակ է տարել, նվաճելով ոսկե մեդալ և 6-րդ անգամ հռչակվելով հին մայրցամաքի չեմպիոն։ Աշխարհի քառակի չեմպիոնն այս հաջողությունը նվիրել է հայ ժողովրդին, զինվորին և հայ մարդու անկոտրում կամքին։ Հայաստանի զինված ուժերի հետախույզ գնդապետ Ստեփանյանը, որ 2014 թվականին մարտական առաջադրանք կատարելիս կորցրել է 3 վերջույթները, սեփական օրինակով ևս մեկ անգամ փաստել է ոգ ու հզորությունը։ Իր ուղերձում մարզիկը շնորհակալություն է հայտնել ընտանիքին և ընկերներին, որոնց հավատն ու աջակցությունն իրեն ուժ են տվել ամենածանր օրերին։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է 2027 թվականին ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեան և կոնգրեսը հյուրընկալելու իրավունքը։ Համապատասխան պաշտոնական համաձայնագիրը ստորագրվել է Մոնակոյում։ Այս որոշման արդյունքում Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն, ընդունելով պատվիրակություններ աշխարհի 142 երկրներից։ Հյուրընկալման այս հնարավորությունը հաջորդում է Հայաստանի հաջողված փորձին, որը ներառում է 2019-ի Եվրոպական համաժողովը և 2024-ի ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։